Այսօր օրը տոնական է, կանանց տոնն է, իսկ եթե կանանց տոն, ուրեմն ծաղիկներ, եթե ծաղիկներ, ուրեմն Annie Rose, այստեղ շատ գեղեցիկ ծաղկեփունջ են հավաքել հատուկ մեր տոնական հյուրի համար, մի կնոջ, ով իր համարձակությամբ, ազատությամբ և առաջադեմ մտածողությամբ ոգեշնչում է շատ շատերին, ու հիմա այստեղից ծաղիկները ճանապարհ պիտի ընկնեն դեպի Diamond ռեստորան, որտեղ գեղեցկուհի Նարինե Չարչյանը ինձ հրավիրել է մեկ գավաթ տոնական սուրճի։ Բարև ձեզ իմ շատ սիրելի Տիկին Չարչյան։ Բարև Նարա ջան։ Ես չեմ պատկերացնում սրանից ավելի գեղեցիկ մարտի 8, որ ես կարող եմ ունենալ, ավելի լավ մարտի 8, որովհետև հանդիպել եմ ձեզ եւ այս շքեղ վայրում պիտի անցկացնեմ քաղաքի սրտում գտնվող, իսկ ես այս փողոցը եւ Diamond ռեստորանը շատ եմ սիրում։ Ես եմ ուրախ Նարա ջան, որ ես հիանալի տոնը, կանանց տոնը, քաղաքի ամենահմայիչ, ամենագեղեցիկ, ամենախելացի անձնավորության հետ հարցազրույցում է։ Շատ շնորհակալ եմ Տիկին Չարչյան։ Դուք ձեր ամենօրյա օրը անցկացնում եք շատ վառ, շատ գունեղ, շատ հետաքրքիր, շատ պոզիտիվ։ Դուք ինքներդ գունավորում եք օրը։ Տոնական օրերը ինչով են տարբերվում սովորական օրերից։ Դե ասուբինը մարտի 8-ը, գիտես, որ մեր տոնն է, դե մենք մեր շատ սիրում հարգում ենք, տարբերվում է իհարկե մնացած օրերից, բայց չի ասի արտաքինի մեջ այդքան, ինչքան ներքին ջերմություն կա, ուրախություն կա, այսօտակի առավոտը արդեն աչքերդ բացում ես շնորհավորանքների տարափի տակ եւ այդպես օրդ պրայսնիկ է դառնում է։ Եթե ուզում ես կյանքը քեզ ժպտա, սկզբից պետք է դու նրան նվիրես քո լավ տրամադրությունը։ Սա ասել է Սպինոզան։ Բայց դուք ձեր ապրած ամեն օրով դա փաստում եք։ Դե ասում են ժպտա կյանքին, որ կյանքն է ժպտա քեզ։ Կամ բարի հրավիրի կյանքին, որպեսզի բարես կյանքի հետ։ Այսօր տարբեր բաներ են ասում, բայց դե երևի այն ինչ Աստված մեզ տվել այդ կյանքն է եւ դրանից գեղեցիկ բան կարծում եմ չկա։ Դուք շատ գեղեցիկ եք այսօր եւ ձեր լուքն էլ է շատ գեղեցիկ եւ ես նկատել եմ, որ այս վերջերս դուք մի տեսակ կերպարնափոխվել եք, դուք դա հաճախ եք անում, այ հիմա այս ամենով դուք ինչ կերպար եք ուզում ներկայացնել հանրությանը։ Честно говоря, ոչ մի ոտք չէի վնասել, դրա համար երկար յուբկայով են, թե չէ։ Բայց այս վերջերս, այս վերջին ամիսներին ես տեսնում եմ կտրուկ ոճային փոփոխություններ ձեզ մոտ։ Նարա ջան, ուրեմն մեր ժամանակ լավ չես տեսել։ Կտրուկ ոճային փոփոխություն չի ասի, մազերի երանգի հետ երևի կապված, բայց միշտ էլ ինչ որ տարբեր եմ եղել ոճերով։ Շատ տարբեր եք լինում։ Դե առաջ գնաս, հոմ հետ չես գնալու, ոչ է տեղը պետք է դոփես։ Չգիտեմ Նար ջան, այդ կողքից է նկատվում, ես որ մեջն եմ չեմ զգում։ Իսկ հանրության այդ մեծ ուշադրության մեջ լինելով դժվար չի պահպանել ազատությունը եւ բնականությունը։ Այ հենց այդ է, որ ոչ։ Ճիշտ է, ես որ գնում եմ դեռ չկա մի տեղ, որ գնամ չճանաչեն, մոտենում են, խոսում են, բարևում են, բայց ես ինչ եմ անում, որ վախենամ, ես այդպես կյանքով չեմ ապրում, ոչ թե հասարակության համար եմ ես ապրում, իմ համար եմ ապրում եւ ինքս իմ որ ես ինձ շատ հարգում եմ, իմ ապրելակերպը, իմ որ ասում եմ, ճիշտ եմ ապրում, էլի, ինչից պետք է ես վախենամ։ Կինը պետք է իրեն շատ սիրի, իրեն վերաբերվի դուքով, որ իրեն էլ սիրեն։ Դրսի սերը գալիս է քո ներսում քո հանդեպ ունեցած սիրուց։ Այո։ Конечно, եթե դու քեզ չսիրես, չհարգես, տարածվում է, հասկանու՞ս քո ներքին էներգիան, ոչ թե ձևական, այլ իրականում։ Դու քեզ սիրես, հարգես եւ այդ էներգետիկան, այդ քո ներսի լուսկը դուրս է գալիս եւ տարածվում է մարդկանց վրա։
Այսինքն դու եթե քեզ սիրում ես, դու մարդկանց էլ ես սիրում։ Այն մարդիկ, ովքեր իրենց չեն սիրում, իրենք իրենցից դժգոհ են, իրենք չեն կարող ուրիշի սիրել։ Դաժե իրենց սեփական երեխաների։ Այո, աշխարհի հանդեպ սերը պետք է սկսվի քո ներսից, քո հանդեպ ունեցած այո, հայրենիքի նկատմամբ աշխատանքի քո անձը սիրելուց հետո դե ընտանիքը, երեխաները, ծնողները, ամեն ինչ աշխարհը, օդը, ծաղիկը, ամեն ինչը քեզ սիրելի է։ Հակառակ դեպքում всё тебя раздражает, այն որ իրանք իրանցից դժգոհ են, всё, իրանց ամեն ինչ раздражացիանում կան, չէ, այսօր շատ կան, որ просто так ամբողջ գտալի պես իրանց կյանքից հոգնած կամ իրանք իրանցից դժգոհ փորձում են այսօր շատ է տարածված, էլի չարության նոտայա, չարության մասնիկա, այդ մարդիկ ուղղակի հենց իրանց ներքին ճղճիմություն ու ներքին անբավարարություն են տալիս, բայց կյանքը իրանց էլ է տրված եւ իրանց կյանքը ինչպես կլինի, այդ հենց իրանց ձեռքերում է, ով է ծնվել ու իրանց հենց մի հատ հաճույքի բուկետ են տվել կյանքի հաճույքները վայելելու կամ ինքը իրանց սիրելու հատկություն, այդ գիտակցությունից այստեղից է գալի եւ ցավում եմ, որ այդպիսի կանայք հիմա շատ են շատացել Հայաստանի Հանրապետությունում, որոնք ներքին դիսկոմֆորտ ունեն եւ կապ չունի ում վրա տղամարդկանց վրա ամեն ինչի վրա բան են փորձում ցեղ շպրտեն, տիպը իրանք կարծիք ունեն։ Եթե կարծիք ունես, միացկզբում այնպես արա, որ հարգանք առաջացնես, ոչ թե վատաբանելով, այլ սեր տարածելով։ Իսկ կինը ի՞նչ է։ սեր։ Կինը սեր է, բարություն է, կինը այդ տարածողն է։ Ու դու պատկերացնում ես ինչ մեղք են իրանց երեխաները, ինչ են տեսնում։ Դուք այն կանանցից եք եղել, ով եղել է միշտ առաջին շարքում։ Առաջինը վարել եք ավտոմեքենա, առաջինը շարք չի եղել, առաջինն եմ եղել։ Առաջին շարքում, հենց առաջին ժամանակ շարք չկար։ Առաջինը բացել եք բիզնես, որը ցնցեց Երևանը եւ լավ եղանակ ստեղծեց Երևանում։ Այնց հետաքրքիր է զգացողությունը, երբ դա արել եք, հա, ինչ ապրումներ եք ունեցել։ Դա բավականին բարդ է եւ պիտի որ շատ մանավանդ որ դեմ են բոլորը։ Ծնողները առաջի հերթին դեմ են։ Դե իսկ այդ համարձակության հիմքում, հա, ձեր ի՞նչն է եղել։ Ձեր բնավորությունը, ընտանիքի դաստիարակությունը։ Դե естественно մենք բոլորս այն սերմն ենք, Ահա, որը ծնողներից գենետիկա, конечно, ու դե արդեն ինձ թվում է երեխան եւ որ սկսում է քայլել, հասկանալ, խոսել, իր ինդիվիդուալիզմը երևում է այդ տարիքից։ Դուք որ տարիքից հասկացաք, որ դուք շատ գեղեցիկ եք։ Ահա այդ միշտ լսում էի, մամաս էլ ասում էր պապայիս, հերիք այդքան իրան ասես շատ սիրուն է, տեղից էլ քիթը պաթոլոգին է կպնում։ Ձեր կանացի հմայքը, հա, Տիկին Չարչյան, որպես զենք դուք հաճախ եք օգտագործում։ Երբեմն Երբեմն։ դե արդեն ոչ թե օգտագործում ես հատուկ, Այդ ինքն ստացվում է։ ինքը իրան ստացվում է, որ ինքը քեզ օգնում է։ Ոչ թե գեղեցկությունը, նայ գեղեցիկ կանայք կան, ով էլ գեղեցիկ չէ, այսօր բարդ չի, քիթոմորոթը սարքում են, գեղեցկանում են, ինչ որ մի բանը։ Այսօր շատ համատարածը չէ, դա նույն դեմքերը եւ այլն ման երիտասարդության ու։ Բայց այդ գեղեցիկ քիթը, գեղեցիկ բերանը, համաչափ մարմինը ինչ որ, դա շատ քիչ է գեղեցիկ կոչվելու համար։ Դե գեղեցկությունը գալիս է ներսից։ Գեղեցկությունը գալիս է ներսից, այո։ Կինը կարող է այդ աստիճանի գեղեցիկ դիմագծեր չունենա, բայց այդպես շարմ ունենա, այդպես շող լինի։ Այո, իր խոսքը, իր շարժուձևը, ամեն ինչը այդ սաղ մտնում է գեղեցկություն կոչվածի մեջ։
ասենք նկարը եթե նայենք ժուրնալ, կասենք հա գեղեցիկ է, բայց եթե այդ մարդը կյանքում չունի այդ շարմը կամ ինքը սառած տոլմա է, ասենք հետաքրքիր չի։ Գեղեցկությունը շատ սենց понятие очень растяжимое։ Հիմա այդ հայերեն հասկացողությունը շատ ձգվող, սենց ոնց ասեմ, մեծ, այդ գեղեցիկը մենակ այդ չի էլի։ Սիրունքի թումորոտ չի։ Իսկ եթե դուք հետ եք նայում այս հաջողության ճանապարհին, հա, որքանով է կանացի հմայքի դերը, որքանով է գեների դերը եւ որքանով է ինքնակատարելագործման դերը։ Գենետիկայի մեծ վայմեստ, բայց ինձ թվում է հաջողություն եթե սենց եք ձևակերպում, այդ հաջողությունները մարդիկ անենց քրտնաջան երկար տարիների աշխատանքով են հասնում այդտեղ, որ հիմա ինձ ասում եք հաջողություն, ես կուզեի մտածեի, որ ես արեցի ու հաջողակ դարձա, տենց չի։ Եթե դու չես ընկճվում, հետ չես գնում, բռնածդ գործը հասցնում ես մինչև վերջ, եթե դու ունես միտք ու նպատակ ու գիտես ինչ ես ուզում, ու գնում ես դրան, ճանապարհին շատ բարդություններ ա լինում եւ այն ճանապարհները, որով մարդիկ անցնում են եւ մի գեղեցիկ օր իրանց կպնում այդ բանը մեդալը, որ հաջողակ է ինքը, այդ հաջողակի տակ մի հատ երկար ճանապարհ է աշխատանքի հազար ու մի բանի միջով անցնելու, Անքուն գիշերներ։ Այո, այնպես չի, որ ես ծնվել եմ հաջողակ, ու սենց հաջողությունը վերևից գլխիս է թափվել։ Ոչ, ինձ թվում է ես շատ-շատերի մոտ հաջողակ են դառնում այն մարդիկ, ովքեր ունեն նպատակ, իրեալն է, գիտեն ինչ են ուզում եւ գնում են դեպի դա, զգում են իրանք, որ չի ստացվում տենց, իրանք փոխում են, կարող է փոխեն իրանց տակտիկան, ստրատեգիան, բայց նպատակին հասնելու համար։ Այսինքն չնահանջել, այդ է հաջողությունը։ Խոչընդոտների եւ անհաջողությունների դեմ ձեր զենքը որն է, դուք ոնց եք պայքարում։ Անհաջողություններ։ Մտածելով եմ պայքարում, թե ոնց անհաջողություններ տարբեր տիպի են լինում, իհարկե։ Դե բոլորիս կյանքում դրանք լինում են։ Անհաջողություններ կարող է լինեն բռնածդ գործի մեջ, չգիտեմ, ինչ որ խնդիրներ լինեն ընտանիքում, այդ ամեն ինչը даже եթե էմոցիոնալնի ֆոնը там բուշուիտ խառնվում է իրար, դու մեկա պետք է այդ 4 րոպեն, ես ասել եմ, պաուզան միշտ ինձ օգնել է։ Եվ միտքը էլի մտածելով, նայտոնայց ինչ խոչընդոտ կա, վերցնում ես դնում ես մի կողմ, խոչընդոտ կա, բանի տեղ չես դնում, նորից ես անում քայլդ, խոչընդոտներ կարա ստեղծվի, ասենք թե անենց ատյանների կողմից, որոնց դեմ էլ այլ կերպ ես պայքարում, տարբեր, խոչընդոտները տարբեր են լինում բիզնես աշխարհում։ Մեկ խորհուրդ է բոլոր այն կանանց, ովքեր վախենում են անել առաջին քայլը։ Առաջին քայլը հրաժեշտ տալ տոքսիկ մարդուն, առաջին քայլը հրաժեշտ տալ տոքսիկ իրավիճակին, ընդհանրապես առաջին քայլը, որը պահանջում է համարձակություն, ինչպես անել այդ քայլը։ Առաջին քայլը հրաժեշտ տալ տոքսիկ մարդունը նկատի ունես Ընդհանրապես, դա կլինի աշխատակից, դա կլինի ամուսին, դա աշխատակիցին հեռացնելը բարդ չի, կոնկրետ ընտանիքում դեմ եմ ամուսնալուծությունների եւ միջև որ այդ պիտակը կրցնես, որ տոքսիկ է եւ то есть ինձ թվում է այդտեղ ես այդքան բան չեմ, մտածում եմ по-любому можно փրկել ընտանիք, բայց դե եթե դա էլ արդեն բանա իհարկե դեկինը ինչու է տոքսիկ հարաբերությունների մեջ ապրում, որտեղ ինքնուրույն չէ, կա որ իրան սիրում է, բայց ինքնուրույն չի կարող մեծացնել երեխաներին, կա չէ։ Ես չգիտեմ, եթե մարդը գալիս է արդեն մի կետի, ուրեմն ինքը պետք է իր ոչ թե վերցնի երեխաներին ու գնա բախտիկ մաջիկին նայ թե այդ երեխեքը ոնց կմեծանան։ Այստեղցի այդ վազան էլի իր համար, բայց յուրաքանչյուր կին պետք է լինի
համարձակ, ազատ ասում ենք, այդ պետք է ներսից լինի, ազատությունը ներքին մարդու ազատ վարվելակերպա խոսքը, դա ոչ փողի հետ կապ ունի, ոչ դա սովորելու խելքի, գիտակցության, մտքի հետ կապ ունի։ Եվ տեսակի երևի թե։ Տեսակի կարող է էներգետիկի պահով, բայց հիմնականում քեզ միտքը տա բերում դրան։ Եվ ձեր խորհուրդը հա կանանց, ովքեր վախենում են անել առաջին քայլը։ Վախենալու ոչինչ չկա, եթե մտքի մեջ ունի կոնկրետ պլան եւ գիտի ինչ է ուզում, որտեղ է ուզում հասնի, պետք է համարձակ լինել։ Դարապես վախենալը լավ բան չի, ոչ միտեղ։ Դե չասեցի անկապ օդից վերցրած համարձակ քայլեր անի ամեն ինչ քամուն տա։ Եթե ունի ինքը կոնկրետ իր միտքը, ուրեմն պետք է գնա առաջ համարձակ։ Կնոջ ինտուիցիան շատ հզոր զենք է։ Այնց հետաքրքիր է ձեր ընդունած որոշումների մեջ ինչքանով է դեր խաղում ձեր մտքերի կողքին ձեր ինտուիցիան։ Նարդյան, նախ ես սիմյորկա եմ 7։ Սիմյորկան ինքը արդեն որ բոլոր տիպի դաժե այդ մարդու մոտ լիքը մարդիկ գնում են, որպեսզի իրանց խնդիրների հարցերի լուծումը տա։ Այդ արդեն աստծուց է, ինձ ծնված թիվն է, то есть սիմյորկա։ Երկրորդը բլիզնյեց են, որոնք ավելի շատ զգում են, քան թե մյուսները։ Իմ ինտուիցիան միշտ ինձ օգնել է։ Ես խոսքին, վերաբերմունքին տենց կուլ գնացող չեմ էլի, որ ինչ տան, ես դա ուտեմ մարսեմ։ Իմ ինտուիցիան եթե միտեղ ինձ ցույց տվեց, որ մի բան այն չի, ուրեմն մի բան այն չի։ Եվ դուք լավ դիտորդ եք։ Ես մարդու միմիկաներից, մարդու պահվածքից, ժպիտից, անգամ ոտքի շարժումից շատ բան հասկանում եմ։ Այսինքն առաջին կարծիքը միշտ լինում է ճիշտ։ Կարա եթե շատ սենց բարապացա չլինի ճիշտ, բայց երկրորդ երրորդում չեմ սխալու է։ Տիկին Չարչյան, դուք լավ ղեկավար եք, որն է լավ ղեկավարի ամենակարևոր հատկանիշը։ Լավ վատը չգիտեմ, բայց որ ինձ սիրում են իմ աշխատակիցները, այդ հաստատ։ Որտեղ ես էլ իրանց եմ սիրում, որտեղ առանց իրենց, առանց թիմի դու ոչինչ չես կարող անել։ Համար մեկ իրանք պետք է ինձ սիրեն, վերջ։ Իսկ ես այն ամենավատ մասնագետից կարող եմ, եթե ինքը լավ մարդ է, կարող եմ ստեղծել լավ մարդուց լավ մասնագետ, բայց եթե ինքը վատ մարդ է ու լավ մասնագետ է, ես իր հետ չեմ աշխատի։ Կա մի կանոն, որ չեք խախտում աշխատանքում։ Պարտադիր մարդուն գործից հանել, հետո հետ ընդունել։ Երբ հանում եմ, հետո հետ եմ ընդունում, շատ ավելի լավ աշխատում, բայց հանում եմ, եթե ես 2 անգամ զգուշացրել եմ, ու երրորդն է կրկնվում։ Այդ միշտ կա իմ մոտ, ու մեկ էլ, եթե ես բարկանում եմ, էներգիա եմ ծախսում, նկատողություն եմ անում, նշանակում է ես չեմ ուզում քեզ աշխատանքից հեռացնեմ, իզուր ես հուզվում, բայց եթե ես լռում եմ, ուրեմն վերջին չեմ կարող այդ մարդու հետ աշխատեմ։ Կինը իր ներսից, հա, իր կանացի ներաշխարից, ինչ կարող է ավելին տալ բիզնեսին, որ չի տալիս տղամարդը։ Ես այդ հարցին չեմ պատասխանի, որտեվ իմ համար, մանավանդ դու գիտես, ես շատ եմ ասել, որ ասում են այս մրցանակը տրվում է գործարար կին բայց երբ որ տղամարդու են տալի, չեն ասում գործարար տղամարդ, ճիշտն ասած բիզնեսում կին կամ տղամարդ չեմ տարանջատում, չեմ ասի կին առավելությունն է, բարոդ կին ավելի հոգնում է, հələ դեռ տուն, հոգսեր, երեխաներ, միշտ լինել գեղեցիկ, էլի մի ասա, իսկ տղամարդը այդ հոգսերից ազատված է։ Իսկ կնոջ Հետո կինը, ասենք, տարբեր կներես ընդհատեցի, տարբեր գործընկերների հետ շփվելուց, այն սկզբի մի քանի րոպե են, մանավանդ եթե գեղեցիկ է կինը, մի քիչ միջև բերում է գործնական դաշտ, որ իրան ընկալեն լուրջ, ոչ թե որպես
կուկլա գեղեցիկ դիմացը նստած, որ խոսեն լուրջ, ժամանակ անցնում, իսկ տղամարդը այդ խնդիրներ չունի, ուզում եմ ասեմ, մտե ես ռասինցա չեմ տեսնում, էլի մարդուց է կախված իր ունակություններից, քիչ տղամարդ կա կառավարել չգիտի, շատ կանայք, որոնք դաժե իրանց ընտանիքը չեն կարողանում կառավարել երեխեքին, տունը, տեղը եւ այլն։ Իսկ որն է կնոջ ամենամեծ ուժը։ Խելքը, էմոցիաները, սիրտը, ինտուիցիան, Սիրելու ընդունակությունը, տալու, ստանալու, չգիտեմ, նայած որ դուժը։ Երեխաների դաստիարակության մեջ ավելի շատ բարիությունը, բայց համենված նաև դաստիարակչական այդ բաներով միջև վերջ թուլանալը, դե ամուսնու հետ մոտիվացնելը տղամարդուն, գործի մեջ չեմ կարող ասել, մնացած տեղերում։ Տիկին Չաչյան, դուք ինչպես եք կարողացել համատեղել ձեր բիզնեսը եւ ձեր ընտանիքը առանց ձեզնից մեկ բջիջ կորցնելու։ Չեմ փորձրել, որտեվ համար մեկ տեղում եղել է ընտանիքը, բայց այն բոլը որ ասենք ամուսինս դեմ էր, որ ես աշխատեի ընդհանրապես, եւ եթե ես միտեղ թերանայր, կլիներ, որ ինքը ճիշտ է։ Ինչու էր դեմ Տիկին Չաչյան, ձեզ էր խնայում։ Չէ։ Իրան ավելի կոմֆորտ։ Իրեն էր խնայում, որ ես տանը լինեմ։ բայց հասկանում էր, չէ, որ հզոր ներուժ ունեք։ Դե դրա համար այսօր այստեղ եմ։ Ահա։ Եվ կար այդ պահը, որ ինքը դժվար է եկել այդտեղ, բայց միևնույնն է ինքը այնքան հզոր էր, որ քանի որ նշեցինք ամեն ինչում առաջինը ես էի, այդ դժվար է տղամարդու համար էլի, եկեք ընդունենք, որ դժվար է։ Այո, դժվար է։ Որ կինը տանթատ ուշադրության կենտրոնում է։ Այո, դա ծանր բեռ է տղամարդու համար ունենալ շատ ներկայանալի կին, բայց այդ իմ ամուսինը այդքան ասում եմ կար, որ այդ ամեն ինչը ինքը, դե ես էլ ինձ տենց չեմ պահել էլի, որ որևիցե միտեղ ունենամ մինուս։ Իսկ մայրությունը ձեզ ինչ է սովորեցրել, որ ոչ մի դպրոց չէր կարող սովորեցնել։ Նախ ես սկսեցի մամային ահավոր շատ սիրել, հասկանալ ինչա մայրը։ Դե այդ հոգատարությունը, որը միջև է ոչ մեկի հանդեպ չես ունենում, ու այդ սերը, որ քո կյանքից շատ սիրում ես մարդու, որը քեզնից է ծնվել։ Այդ երևի։ Հիմա էլ թորնիկիս եմ սիրում այդպես։ Ձեր թորնիկը ձեր փոքրիկ կերպարն է։ Վայ Սուս, նարճան։ Խարակտերն է։ Ինձ թվում է ձեր փոքրիկ կերպարն է։ Այո, նայում այն նկարները, ասում ես դու չես, սա ես եմ։ Ես գնացի գործի, ես Նարագրաչևն անեմ, դու Նարուլն ես։ Ասում է Նարուլ, ասում եմ Հաջան, ասում է չէ, Հաջան մի ասա, ես Նարագրաչ, ես տատան եմ։ Երես տվող տատիկ եք։ Ես вообще ոչ մեկի երես չեմ տալի։ Դաժե իրան, եթե անգամ կատակ եմ անում, կարող է հաջորդ բային, եթե տեսա այդ կատակից բաներան, թուլացա, հաջորդ բային կարող է սառը ջրով բան անեմ, ցնցուխաթերապիա, հա, ցենց ասեմ։ Իսկ ծնողի համար ի՞նչն է կարևոր, որ երեխաները զգան սեր, թե ապահովություն։ Նախ այդ սերը պետք է զգան փոքր ժամանակ, որտեվ իրանք չեն հասկանում փոքր ժամանակ ինչ է ապահովությունը։ Հասուն տարիքում ապահովություն, այսինքն այն տարիքում, որ սկսում են կյանքում քայլել, ապահովություն։ Իսկ կա մի արժեք ամենակարևորը, որ դուք փոխանցել եք ձեր երեխաներին։ Շատ արժեքներ են փոխանցել երեխաներին առանց թելադրելու, առանց նստեցնելու, պատմելու, բայց իրանց որ տեսնում եմ շփումները, իրանց ապրելակերպը, ինձանից շատ գոհ եմ, որ իրանք այդ արժեքների կրողն են։ Ձեր տղային չգիտեմ, բայց ձեր աղջիկը ինձ հիացնում է իր կերպարը։ Տղաս էլ կհիացնի, որովհետև տենց տղա, տենց բարի մարդ քիչ կա, բարի խելացի ու լիքը պրիտոմ, իր այդ ամեն թեմայով կարող է զրուցել։ Դուք սոցցանցերում ունեք երկրպագուների մի հզոր բանակ։ Սոցցանցերը այսօր եկել են եւ փոխել են բոլորիս կյանքը եւ շատ շատերը սոցցանցերում մի տեսակ մի քիչ անիրական են։ Այ դուք սոցցանցերում որքանով եք իրական եւ որքանով
փոքրինչ բրենդային։ Ճիշտ ասած, բրենդային չեմ, այնքան իրական է, որ եթե ինձ մի միջավայրում եմ լինում, մարդիկ անմիջապես ճանաչում են ինձ։ Կարծիքով բրենդավորված մարդկանց կարող է տեսնես փողոցում ու չիմանաս, որ դա նույն անձնավորությունն է, այդ արդեն ապացույց է, որ ես բրենդավորված չեմ։ Եվ չունեմ էլ այդպես խնդիր, ես ոնց կամ ու դա ոչ մի պարտադիր հարթակ չի։ Այն մարդիկ, ովքեր ուզում են եւ ասենց ասեմ, որակապես բարձր մարդիկ, նայում են իմիջը։ Մնացածը չունեմ էլ խնդիր հատուկ, որ անում են պայուսակ են վերցնում, ակնոց են դնում, շորն են ցույց տալի կամ ինչ որ բաներ են ցույց տալիս, թեկուզ ինչ են ուտում։ Այսքան ժամանակ ես նման բան չեմ արել եւ ես իմ մուտքը կարող է ցույց տամ իմ հիմնարկ, իմ շարժուձևը, այդ հակու կապը, ինչ որ ճաշակ թելադրելու, ինչ որ մի բան, չգիտեմ։ Հա, ձեր անձնական կյանքը ինչպես նկատում եմ փակ է։ Հիմնականում իմ էջով ես ավելի շատ գրառումներ եմ անում, նաեւ սթորիների վրա, նաեւ պոստերի։ Ինձ կարևոր է, որ իրանք դա կարդան, հասկանան դրա միտքը։ Եվ որպեսզի ինքը շատ չոր չլինի, համենվում է նաև տարբեր ռիլսերով եւ վիդեոներով։ Ես սիրում եմ իմ հետևորդներին, իրանք շատ լավն են, այդ մեծ բանակի մեջ կարելի ասել բոլորը լավն են։ Այս վերջերս Instagram-ում սենց հատուկ են հայտնվել են իզարմանս ինձ նարաջան երիտասարդ աղջիկներ, որոնք կարող են 40-ից հետո կանանց ուղղակի նախանձել, չգիտեմ ինչ լինել։ Միևնույն է 40-ից հետո կանայք ավելի խելամիտ են, ավելի գեղեցիկ են, ավելի սլացիկ են, ավելի երիտասարդ են երևում, քան իրենք։ Եվ ավելի իմաստուն են։ Դե իմաստուն են, դրա համար ավելի ինքնաբավ են երևում։ Եվ այնքան իմաստուն են, ոչ իրանց երիտասարդությանը կարան, այսպես ասենք, նախանձի աչքով նայեն կամ ինչ որ բանի, իրանք իրանց տարիքը կոնկրետ ես իմ համար ասեմ, եւ այդպեսին ես նաեւ դու, եւ այդպեսին են նաեւ շատ կանայք, որ ես գիտեմ։ Եվ դա ուղղակի իրանց ծիծաղելի վիճակի մեջ է դնում, այսինքն հղում անել տարիքին, որոջի իրանք չեն դառնալու այդ տարիքին։ Դրա համար ես տոնորով կուզեմ, որ դե արդեն այդ մեծերի մասին, որոնք սենց ինչ-որ չարացած մեծացել են, սրանք էլ տենց կարան մեծանան։ Ու այդ մենակ է, որ ճմրթված դեմ, չգիտեմ, անդուր դեղնած մաշկ, անհետաքրքիր կին, անհետաքրքիր մայր, որ դաժե բերանը բացում է, երեխաները չեն ուզում լսեն, ինչա խոսում իրանց մայրը, կդառնան, եթե սենց շարունակեն։ Բաղվեն իրենցով ու հանգիստ թողեն այն կանանց, որոնք իրանց խելքի բանը չեն ընդհանրապես։ Կապը ձեր այդ բազմահազարանոց լսարանի հետ հա տիկին Չարչյան շփվելը ձեզ համար ավելի շատ հաճույք է թե պատասխանատվություն։ Ես չի ասի հաճույք կամ պատասխանատվություն, կարևոր գործ եմ անում, ես տենց եմ մտածում, որ եթե թեկուզ 0.0001%-ի վրա ես կարողանամ մարդկային, հա, բայց ես շատ եմ լսում, որ կյանքում խնդիր են ունենում, մտնում են իմ մեջ, նայում են, կարդում են եւ չեն ընկնում էլի դրա մեջ, այդպես խորը չեն գնում։ Իմ կարծիքով շատերին ես մոտիվացնում եմ, բայց որ ասեմ հաճույք, դե եթե ես մի բան անում եմ, նշանակում է ես դա անում եմ հաճույքով, ոչ ով է ինձ ստիպում, որ ես դա անեմ, կամ պարտավորել չեմ։ Լյուբոյ բան, որ անում եմ, հիմա քեզ հետ հաճույքով հարցազրույց եմ տալիս, քեզնից հետո հաճույքով կգնամ, չգիտեմ, ուրիշ մի գործի, հաճույքովը ինքը էլի լայն հասկացողություն է, հաճույքով դե ճաշ պատրաստես, հաճույքով սուրճ խմես, ջուրը խմես։ Դա խոսում է ներքին ազատության մասին, չէ՞։ Ես շատ ազատ մարդ եմ, դուք շատ ազատ մարդ եմ, որովհետև տենց ծնվել եմ, ազատ եմ, հա։ Ու կախված չեմ ոչ մի բանից։ Ոչ մի հանգամանքից եւ ոչ մի մարդուց։ Եվ ոչ մեկից։ Օրինակ մարդիկ ունեն կոմիրներ, երգիչ, դերասան, գրող,
չգիտեմ, քաղաքական գործիչ, ես չունեմ, չեմ էլ ունեցել, չեմ հիշում ինչ որ մեկը գա։ Հա, սիրում եմ, լսում եմ, բայց որ սենց մեկով տարված սիրեմ, լսեմ, որ չեմ այդ Beatles-ի բանի համերգներին, բան, սենց, չկա։ Դուք ասացիք, որ չունեք կումիրներ, բայց ինձ հետաքրքիր է, դուք Diamond ռեստորան, ում կհրավիրեք ճաշի աշխարհում գտնվող բոլոր հեղինակություններից։ Հեղինակություն, եթե մարդուն հրավիրում ես ճաշի եւ այնտեղ պիտի իմանաս, չէ, ինչից խոսես։ Ահա։ Դե երևի ինձ համար լավ զրուցակից կարող է լինի Պուտինը։ Եթե, որովհետև չեմ կարծում, որ Տրամպին հրավիրեմ խոսելու բան կունենամ կամ Մակրոնին։ Դե չգիտեմ, մենք բարձրով շատ լիքնա եւ իր խոսքը շատ համեմված է հումորով։ Հիմա կասեն ռուսամետ, տո ինչ ուզում են ասեն։ Եթե իսերի, չէ, ֆանտազիա։ Այո։ Չնայած կարելի է ֆանտազիա չլինի բոլորովին, Պուտին։ Տիկին Չարչյան, շատ հաճելի էր ձեր հետ անցկացնել մեր այս տոնական երեկոն։ Տոնական երեկոյի ամենավերջին հարցը՝ երբ է կինը երջանիկ եւ ինչ է երջանկությունը կնոջ համար։ Այ կինը անընդհատ կարելի երջանիկ լինի օրվա մեջ 60 անգամ։ Երեխատ գալիս է մի հատ հաջողություն ունի երջանիկ ես, լավ խոսք ես լսում երջանիկ ես, ինքդ քեզ հալու մեջ նայում ես, հիանում ես երջանիկ ես, քո տղամարդու ուշադրությունը եւ այլն երջանիկ ես։ Մենք չունենք խնդիր երջանիկ չլինելու։ Եթե երջանիկ ես, գեղեցիկ ես, չէ։ Ամենալավ մեյքափն է երջանկությունը։ Իմիջիալոց գիտես դե ինչ պերիոդ եմ ապրել ամուսնուս մայից հետո երջանիկ չեմ եղել, բոլորտավո շատ վատ վիճակում եմ եղել, բայց էլի շատ գեղեցիկ եմ եղել։ Չեմ կորցրել։ Բայց դե երջանկությունը կարծում եմ տնից համար շատ որը շատ կարևոր է, բայց շատ քիչ կանայք կան, որոնք երջանիկ են Նարաջան, բայց իրանք գեղեցիկ են։ Երջանիկը դա քո ներքին պահանջի բավարարումն է։ Եթե քո ներքին պահանջը բավարարված է, դու երջանիկ ես։ Ես միշտ օրինակ եմ բերում, որ մարդ կա, չգիտեմ, ուտելիք է ուտում իր սիրած, ինքը երջանիկ է։ Նայած ով որտեղ է իրան դա տեսնում, իր երջանկությունը, կամ կոշիկ առնում ակնում երջանիկ է։ Ներքին պահանջդ բավարարվեց, դու երջանիկ ես։ Դե ես ուզում եմ մեր հանդիպման ավարտին ձեզ, ինձ եւ բոլոր կանանց մաղթել երևի ամենակարևորը հա կնոջ համար այդ երջանկությունը։ Եվ կուզենայի, որ դուք էլ ձեր տոնական մաղթանքը ուղղեիք։ Ես միանում եմ քո մաղթանքին, ես էլ եմ շատ ուզում, որ մեր կանայք դե երջանկությունը ինքը տեսի, որ դու սուտրադանոչի երջանիկ ես, բայց իրանց կյանքը համենված լինի մեր բոլոր կանանց, իմ, քո, մեր սիրելի կանանց կյանքը համենված լինի երջանիկ նոտաներով շատ, այդ երջանիկ կետերով, որ իրենց ներսում, իրենք միշտ բավարարված կան իրենց, միշտ չմոռանան, որ իրենք կին են, անկախ նրանից բիզնես աշխարհում են, պետական ատյաններում են, դատարաններում են, հիվանդանոցներում են աշխատում, թե շինարարություններում, թե չգիտեմ, այսօր սվերան են կան, շատ որտեղ կինը կա, երբեք չմոռանան, որ կին են, իրենց խոսքը միշտ լինի գեղեցիկ, կարևորը եւ միշտ վայելեն իրենց սեր հարգանք, լինեն առողջ, լինեն բարի, որովհետև չարությունը ներսից մաշում է լյուբոյ մարդու, յուրաքանչյուր մարդու, տղամարդու էլ, տղամարդկանց մեջ էլ կա դա բավականին, եւ մեր տղամարդիկ էլ թող գնահատեն հայ կնոջը, որովհետև երկրագնդի վրա հայ կնոջ պես ինքնազոհ նվիրված ամուսնու կողքին, երեխաների գլխին, իր ընտանիքին մնացածը արդեն ինչ անում, ինչով զբաղվում, դա էլ գումարած հոգսա շատ, բայց միշտ գեղեցիկ, խնամված, ճպտերես հայ կնոջ պես կին գոյություն չունի աշխարհում։
Դա իմ կարծիքն է եւ մեր տղամարդիկ պետքա գնահատեն դա։